Կրթության ոլորտում իմանալ ազատության հրապարակում տեղի Բարակ Օբաման չեմ որ տեն շտապում եք, մի վարկյան անցատան զանգ, որ հանգիստ որ 10 րոպե մեջ տեղավորվենք։ Ձեր գնահատականը ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները։ Քաղաքական գնահատականը չեմ ուզում հնչեցնել, որովհետև իմ կուսակցի ընկերները որպես քաղաքական գնահատականը հնչեցրել են, իսկ որպես նախարար ուզում եմ հետևյալն ասել, որ որևէ անգամ է փորձ արվում ապակայունացնել իրավիճակը ուսումնական հաստատություններում, ուզում եմ հիշեցնել, որ երկրի օրենքները բոլորի համար են եւ քարոզչությունը արգելված է այն քարոզչությունը, որի մասին դուք փորձում եք բարձրաձայնել այո շտաբի կողմից, ինտենսիվ վերջին 3 օրերի ընթացքում իրականացվում է ոչի տվյալ ներկայացուցիչների կողմից բուհերում խախտելով օրենսդրությունը, դասադուլի կոչեր անելով եւ այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ կրթությունը ոչ միայն իրավունք է, այլ ուսանող դառնալու պարագայում մեր օրենսդրությամբ, բուրի հետ կնքած պայմանագրով, կրթության եւ բացահայտության մասին օրենքներով նաեւ ուսանողի պարտականություն։ Հետեւաբար բոլոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրականացնել ուսումնական հաստատություններից դուրս եւ ոչ դասարան։ Ուսանողը սովորում է իր համար, իր ճակատագրի համար, իր ապագայի համար, իր քաղաքական հայացքները կարող է ունենալ, ինչը մենք չենք հնարավորում հակառակը ողջունում ենք ակտիվի դասարան անկախ քաղաքական դիրքորոշումներից, բայց այդ ամենը պետք է արվի բացառապես Հայաստանի շրջանակներում։ Ասում են նոր տարին առանց իշխանությունների, այդպիսի կարգախոս է նորվել ու իշխանությունները։ Պարոն նախարար, կրթության ոլորտի ծախսերի կրճատումը անդրադառնալու է ուսուցիչների թվականակի վրա։ Որ ասում են մահ իշխանություններին, բայց այդ ամենը պետք է անել խաղաղ ընդվզման միջոցով։ Պարոն նախարար, այդ մասը, որ բացատրությունը իրենցից ստանաք, դա ինչպես է ստացվում։ Պարոն նախարար, կրթության ոլորտում կրճատումներ եղան, փաստորեն կբացատրեք ինչու ընտրվեց հենց կրթության ոլորտը եւ այդ 2 միլիարդից ավելի, եթե չեմ սխալվում թիվը, անդրադառնալու է ուսուցիչների թվականակի վրա կամ ինչպես է դա։ Մինչև վերջ չեք լսում ֆինանսների նախարարի զեկույցը, խոսքը գնում է ոչ թե կրճատումների մասին, այլ հավելումների մասին։ Խոսքը գնաց կրթության ոլորտին բյուջեի վերջնական տարբերակում նոր հատկացվել է գումարը։ Դա հավելում էր, հավելում էր, այո, դա հավելում էր կապված կամ ասել նաև ինչ է։ Մենք խնդիրներ ունենք վերահաշվարկի հետ կապված, մենք ունենք դեմոգրաֆիական մի խնդիր, որը ծնելիության հետ կապ չունի, բայց կապ ունի կրթական բարեփոխումների հետ։ Հիշեցնեմ, որ 2006 թվականին երբ անցանք 12-ամյա կրթությանը, մենք մի սերունդ այն ժամանակ կիսեցինք 2 դասարանի։ Վստահաբար ունեք նման բարեկամներ, որ 5.5-ը մի դասարան է գնացել, 5.5-ից 6-ը ուրիշ դասարան։ Եվ ստացվեց, որ մի դասարան մենք կիսել ենք 2 դասարանի միջև։ Հետևաբար աշակերտների թիվը զուտ մեխանիկական առումով նվազել է 50%։ Դա ավելացում էր, ոչ դա նշանակում է մենք փորձելու ենք պահել ավագ դպրոցների նորմալ կրթական գործունեություն, հավելելով։ Բոլորս կրճատում ենք։ Ես լսել եմ հավելում։ Ոչ, խնայողություն, կրճատում։ Ես լսել եմ հավելում, բայց ինչպես տեսակ վարչապետը հանձնարարեց, որովհետեւ մենք ֆինանսների նախարարի հետ այդ հարցը վերջնական ճշտում, ես լսել եմ հավելում, որովհետեւ մենք հայտը տվել ենք հավելում։ Պարոն նախարար, դուք նշեցիք խոսենք ֆինանսների նախարարի ոչի հակաօրինական քայլերի մասին, իսկ օրինականը ես կարող եմ 3 հարցեր միաժամանակ լսել, բայց 3-ին միաժամանակ պատասխանել չեմ կարող։ Կարող է օրինական հանվարվել, երբ որ այոյի քարոզարշավին զուգահեռ դպրոցում նաև կերուխում է կազմակերպվում։ Դպրոցում այո քարոզարշավ չի իրականացվում, խնդրում եմ ինձ գետ 1 օրինակ բերեք, որին ես չեմ արձագանքել, հաստատված օրինակ, եղել է 1 հաստատված ահազանգ, դա Կառնոյր գյուղում զուգահեռ քարոզարշավին իրականացվել է նաև կերուխում եւ այդ մասին մարզպետը հաստատել է։ Ես ուզում եմ որպեսզի ավարտեմ պատասխանը, որովհետեւ ես ձեզանից ակնկալում եմ ոչ միայն ձեր հարցը, այլ ձեր տարրական, լրագրողական էթիկայի պահպանը։ Ավարտեցիք հարցը, շնորհակալ եմ չխանգարել պատասխանելուց։ Մենք ունենք 1 հաստատված դեպք, լրատվական միջոցների կողմից ահազանգը հաստատվել է Գառնու ավագ դպրոցում, տնօրեն չկա այնտեղ, ժամանակավոր պաշտոնակատարը ստացել է խիստ նկատողություն։ Ինչու գործից չեմ անել։ Շատ պարզ, նա մեկը գործից դուրս է գալու, ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նորից լինել տնօրեն, տարիքի հետ կապված, ուստի այդ մի ահազանգ եղել։ Մնացածը կերուխումը եւ այլն որևէ կրթական գործառույթի տակ չի որպես մեկնաբանել, ինչ վերաբերում է դպրոցներում հանդիպումների հերթական անգամ դες ասեմ, որ կան բազմաթիվ դպրոցներ, որոնց
տարածքում թույլատրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացնել հավաքներ, որովհետև այդ դպրոցները տվյալ համայնքի միակ ճիշտ է շատ հարմարավետ դահլիճ ունեցող հաստատություններն են։ Հետևաբար հազանգը խնդրում եմ ճշտեք նաև այդ ցանկում է թե չէ, եթե այդ ցանկում է կխնդրեմ անպայման նորից ահազանգել, բայց հասկացեք նաև հետևյալը, որ դպրոցների գերատեսչական ենթակայությամբ հերթական անգամ բացահայտեմ ձեզ հայաստանյան իրավիճակը 90% դպրոցների կրթության գիտության նախարարության ենթակայության տակ չեն, հետևաբար վարչական բոլոր տեսակի դույժերը, պատիժները կարող են գործի դրվել բացառապես տվյալ դպրոցի գերատեսչական մարմնի կողմից, այս պարագայում մարզպետարանի կողմից։ Ահազանգեք խնդրում եմ, հաստատեք այդ ահազանգը, տեսեք այդ ցանկում է թե չէ իրականացված այո քարոզարշավի մասով եմ ես ասում, բարձրաձայնեք, դիմեք մարզպետարան, դիմեք նաև մեզ, ես դες խոստանում եմ հետամուտ լինել այդ ահազանգի եւ մնացած ահազանգների պարագայում, բայց խնդրում եմ հաստատել։ Ուսումնասիրեք հարցը, նոր ինձանից ակնկալեք գործողությունը։ Եվ նույն հետևողականությամբ խնդրում եմ հետևեք ոչի խախտումներին, որևէ մեկը այսօր արձագանքել է, որ երեկ եւ այսօր ոչի այդ ճամբարի տվյալ, նախախորհրդարանական ոչի, այսպես ասեմ, ներկայացուցիչները դպրոցներում փորձել են իրականացնել քարոզարշավ, մտել են տարածքներ, այո, ակնհայտ խախտում է, դատապարտել է, հարգելի լրատվամիջոցներ, ակնկալել է կրթության նախարարությունից բաժիչ գործողություններ, այդ է սխալվեցիք, այդպիսի դասադուլ բառը ընդհանրապես չկա սահմանադրության մեջ, մի ապատեղեկացրեք մարդկանց, ընդհանրապես։ Ինչ վերաբերում է քարոզարշավի, քարոզարշավը արգելված է, եթե ուզում են դասադուլի կոչանեն, թող օգտագործեն այլընտրանքային միջոցներ, բայց մտնել բուհերի տարածքներում, բաժանել քարոզչական բնույթի նյութեր, պարսավելի արարք է բոլոր ճամբարները։ Ցավոք դուք միակողմանի եք լուսաբանել այս ամեն ինչը, ինչը ակնկալում էր, որովհետև ես դες լավ գիտեմ, բայց մեկը շատ վերջին հարցը 10 լրատվամիջոցների բացահայտվեց, խումբը, հացավոր խումբը որբրնեցին, լրատվամիջոցները անմիջապես դա որակեցին, որպես տերորիզմ։ Իմ հաղորդման շրջանականում հարցին անդրադարձել եմ, ուրիշ շնորհակալություն չեմ։ Ես իմ քաղաքական եւ քաղաքացիական Ինչի նոր հիշեցիք, որ մի բջի համապատասխանում իր պաշտոնի։ Ընդհանրապես հարգելի իրոք է։ Ինչպես հասկացել Ես ունեմ հստակ գնահատական, եթե գործը ուսումնասիրվում է երկար ժամանակ, եթե համապատասխան մարմինը կարդում է կամ գուցե չի կարդում է գրած պատասխանները, եթե մի քիչ հասկանում է պետական կառավարման համակարգից եւ օրենքներից, եթե չի կատարում պատվեր կամ եթե չի մտածել, որ իրականում հարցը բարձրացնելու այլ գերատեսչությունների առջև բարձրացնելով մեր նախարարության առջև այդ տոնով չի կատարում PR գործողություն, այդ դեպքում կարծում եմ մեզ նման պետք չէ, որովհետև ակնհայտ է, որ Կրթության գիտության նախարարությունը անգամ այս տարի պետական բյուջեի նախագծի մեջ առաջարկել է այդ դպրոցի շինարարությունը եւ ՄԻՊ-ը դրա մասին տեղյակ է եղել։ Հետևաբար նման տեսակի մեղադրանքները, որոնք ուղղված են մեր նախարարությանը, պարզապես անընդունելի են կամ ոչ պրոֆեսիոնալ են կամ ուղղորդված են կամ պատվիրված են, ես չգիտեմ, չեմ ուզում մնացած բաներ։ Այն կալիբրի եք, որ կարելի պատվել։ Ես այն կալիբրի եմ, որ դուք ինձ ամեն հինգշաբթի այստեղ սպասում եք, ես ինչի համար ես շատ շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ տեսնում։ Գնացի վերջ։